Ջոն Կավանոն մեկ անգամ մեկնում է Մայր Թերեզայի մոտ, որովհետև նա իր սրտում ուներ անհանգստություն, ուներ կասկածներ եւ ուզում էր, որ Մայր Թերեզան աղոթեր իր համար, որ նա իր սրտում ունենար հստակություն իր ապագայի վերաբերյալ։ Նա գնում է Մայր Թերեզայի մոտ եւ Մայր Թերեզան ասում է. «Ինչ ես ուզում»։ Նա ասում է, որ ես ուզում եմ, որ դու ինձ համար աղոթես, որպեսզի ես ունենամ իմ կյանքում հստակություն։ Մայր Թերեզան նրան ասում է. «Ես դա չեմ կարող անել»։ Եվ նա զարմանում է. «Ինչու»։ Մայր Թերեզան պատասխանում է. «Որովհետև ես իմ կյանքում երբեք չեմ ունեցել հստակություն։ Ես ունեցել եմ մի խորը փորձառություն, վստահություն Աստծո հանդեպ։ Ես կաղոթեմ ոչ թե որ դու ունենաս հստակություն, այլ կաղոթեմ, որ դու ունենաս վստահություն Աստծո հանդեպ»։ Սիրելիներս, այս հրաշալի պատմությունը թող մեր սրտերի մեջ լինի եւ մտածելու առիթ տա, արդյոք մենք վստահում ենք Աստծուն։ Եվ եթե մենք ուզում ենք իսկապես հստակություն, ուզում ենք ինչ-որ մի բան, որ մենք տեսնենք, նոր հավատանք կամ վստահենք Աստծուն, սա ճիշտ չէ։ Մենք եկեք ունենանք այս խորը փորձառությունը վստահել Աստծուն ամեն իրավիճակում, ամեն պարագայի մեջ, վստահել Աստծուն անգամ ամենախորը դժվարության մեջ, եւ այդ ժամանակ այս փորձառությունը, որ վստահել Աստծուն, սա կլինի մեր կյանքի ամենալավագույն հաղթանակներից մեկը։ Աստված օրհնի ձեզ, աղոթում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը իսկապես վստահի Աստծուն, ունենաք այս փորձառությունը ձեր կյանքում վստահել Աստծուն ձեր գտնված բոլոր իրավիճակների մեջ, եւ թող Աստված օրհնի ամեն մեկիդ, ունեցեք այս փորձառությունը Աստծո հետ, ժամանակ ունեցեք Աստծո հետ եւ իր խոսքի հետ, եւ դուք կզգաք, որ իսկապես ինչ հրաշալի է եւ ինչ փառավոր է վստահել Աստծուն։ Ինչպես ասում էր Մայր Թերեզան, որ ես միայն կարող եմ ասել, որ պետք է վստահես Աստծուն։ Վստահեք Աստծուն եւ թող Տերը օրհնի ձեզ։ Ամեն։